Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Արդեն ավանդական դարձած այս ձևաչափով փորձենք միասին ամփոփել անցնող քարոզչական շաբաթը։ Նիկոլ այս շաբաթվա ընթացքում կրակեց իր նախընտրական զինանոցից երկու կարևորագույն փամփուշտներից։ Առաջինը դա այսպես կոչված զորահանդեսն էր, որի ընթացքում մեր փառապանծ բանակը օգտագործվեց որպես նախընտրական դեկորացիա։ Ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը իր ուղերձում, դա ամբարո արարք է, որովհետև այդքան զոհերից բանակը ջախջախելուց 5000 տղաներին մատաղ անելուց եռաբլուրը եռապատկելուց հետո զորահանդես անել այն էլ նման հորինված պատրվագով առնվազն սրիկայություն է։ Երկրորդ նախընտրական փամփուշտը դա ԱՄՆ-ի փաթեթային աջակցությունն էր։ Խոսքը գնում է եւ Ռուբիոյի կարճատև զվարթնոց օդանավակայան կատարած 45 րոպեանոց այցի մասին, որի ընթացքում ստորագրվեցին 3 փաստաթղթեր եւ իհարկե ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի բացահայտ աջակցությունը, որ նա ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանին, չթաքցնելով, որ դա անում է բացառապես իր ամերիկյան շահերի եւ ծրագրերի համար։ Կարծես թե Նիկոլը այլևս որևէ լուրջ նախընտրական փամփուշտ քարոզչական չունի։ Գալիք շաբաթվա համար ես կարծում եմ, որ նա պարզապես դիմելու է նորից լայնածավալ ռեպրեսիաների, ճնշումների, նա փորձելու է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը եւ վախեցնել կամ հիասթափեցնել ընդդիմադիր հատվածը հասարակության։ Ամերիկյան աջակցությունը, այո, կարևոր փաստ էր, բայց այդ փաստի վրա պետք է նաեւ ուշադրություն դարձնել, ելնելով նաեւ մեկ այլ գեոպոլիտիկ կենտրոնից եկած ուղերձներից։ Շատ վատ է, որ Երևանը դարձել է Մոսկվայի, Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջև կռվախնձոր։ Սա մեր ընտրություններն են, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ոչ Պուտինը, Մեդվեդևը ու Լավրովը, ոչ Տրամպը, Ռուբիոն եւ Վենսը, ոչ Ուրսուլան եւ մնացածը չեն կարող եւ չպիտի մեր փոխարեն կատարեն ընտրություն։ Հենց Նիկոլ Փաշինյանի հերթական մեղքերից մեկը նա է, որ այս ընտրությունները, ինչպես ամբողջ հանրապետությունը, նա դարձրել է համաշխարհային գեոպոլիտիկ խաղերի մանրադրամ եւ այն մանիպուլյացիոն դեզինֆորմացիոն արշավը, որ գալիս է բոլոր կողմերից, այդ թվում եվրոպական եւ ամերիկյան աղբյուրներից, օրինակ Եվրանյուսի այսօրվա շինծու եւ սարքած ռեպորտաժը վկա, հենց ապացույցն այն բանի, որ Հայաստանը արդեն այս պահին չունի սեփական իշխանությունը միանձնյա ձևավորելու հնարավորություն եւ ենթարկվում է լայնածավալ օտարածին ագրեսիաների։ Երկրորդ կարևոր փաստը նա է, որ ընդդիմադիր առաջատար եռյակը, իսկ իրականում քառյակը դա ուժեղ Հայաստանն է, Բարգավաճը եւ Հայաստան դաշինքը, ինչպես նաեւ Թաթոյանի կուսակցությունը կարողացել են ոչ միայն ուդառներ պահել այս շաբաթվա ընթացքում, այլ նաեւ արժանի հակահարվածներ անցկացնել։ Իրականում Նիկոլ Փաշինյանը պարտվել է բոլոր առանձին վերցրած լեզվակռիվներում եւ Սամվել Կարապետյանին, եւ Գագիկ Ծառուկյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին։ Այո, Նիկոլի նման ղժղժը պարտվել է, քաղաքական բանավեճ ես դա չէի կոչի, որովհետեւ Նիկոլը ցավոք սրտի ապաքաղաքականացրել է նախընտրական արշավը վերածելով այն լեզվակռվի, բայց Նիկոլը պարտվել է այդ լեզվակռվի յուրաքանչյուր պարտիան, եւ Կարապետյանին, եւ Ծառուկյանին, եւ Քոչարյանին։ Ինչ վերաբերում է Հայաստան դաշինքի առաջնորդի կողմից եւ իր որոշ թիմակիցների կողմից հանրապետականին շարունակաբար թիրախավորելու փորձերին, ապա հարգելի հայրենակիցներ, մեզ էլ է շատ տհաճ, շատ մեծ ցավով ստիպված արձագանքում ենք ամեն 3-4 կրակոցներից մեկին եւ կրկին հորդորում ենք Հայաստան դաշինքի քարոզչական քաղաքական թիմին եւ ղեկավարին հեռու մնալ հանրապետականից։ Այս շաբաթը նվիրեք բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելուն։ Ես ձեզ խոստանում եմ, մենք ընդամենը պաշտպանվում ենք եւ այո, դա մեզ տհաճ է, բայց դա անխուսափելի է, որովհետեւ այո, մենք իմաստուն ենք, խորունկ ենք, համբերատար ենք, բայց ամեն ինչ ունի իր սահմանները, ուստի հորդորում եմ հեռու մնալ հանրապետական կուսակցությունից եւ Սերժ Սարգսյանից։ Գալիք շաբաթվա ընթացքում պատրաստ եղեք ճնշումների նոր ալիքի, չվախենաք, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի վերջին ջանքերն են լինելու կապիտալիզացնել քարոզարշավի ընթացքում իր այսպես ասած կրակած փամփուշտները եւ վախեցնել ընդդիմադիրներին եւ ապաթիա ու հիասթափություն առաջացնել մեր շարքերում։ Խնդրում եմ գնալ ընտրությունների, որպեսզի սրանք գնան։ Լավ կիրակի երեկո եմ մաղթում։